Փետրվարի 24 1922 թվական Ղարաքիլիսա, Հայաստան։ Միսիոներ Ֆրեդ Մարգերումը բացեց ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցը, որը հասցեագրված էր Գյումրու որբերին։ Նրան անմիջապես գրավեց մի վերարկու, որի նմանը տարիներ առաջ ինքն էր կրում։ Համոզվելու համար, որ այն իսկապես իրենն է, սկսեց ստուգել գրպանները եւ այնտեղ գտավ նամակ, որը ուղարկվել էր նրա հարազատների կողմից։ Քերի Քոլիեր, Էլիզաբեթվիլ, Փենսիլվանիա։ Մարգերումը հուզմունքից շրջվեց, որպեսզի ընկերները չտեսնեն իր արցունքները։ Հարազատներին գրված պատասխան նամակում նա ընդգծեց, որ տարիներով ծալված ու դարակներում պահված հագուստը կարող է օգնել երեխաներին ողջ մնալ եւ պաշտպանվել անողոք ցրտից։ Գյումրին, նույն Ալեքսանդրապոլը, 1920-ականներին դարձել էր որբաքաղաք Եղեռնից փրկված հազարավոր երեխաների համար։ Գյումրու ամերիկյան որբանոցը համարվում էր աշխարհի ամենամեծ որբանոցը, որտեղ երեխաները գտնում էին ոչ միայն հաց ու ապաստան, այլև մարդկային ջերմություն ու հոգատարություն։